Ողջույն սիրելի ակնդիրներ, եթերում հինգշաբթին է, իմ հյուրն է քաղաքագետ Արմեն Հովհասափյանը, բարև ձեզ պարոն Հովհասափյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Հովհասափյան, սկսենք թերևս օրվա խորհրդից ապրիլյան քարոզը։ 10 տարի լրացավ, ձեր դիտարկումները այս կապակցությամբ ինչ գնահատականների արժանացավ, ինչ հետևանքներ ունեցավ, ինչ ցույց տվեց։ Ապրիլյան պատերազմը մեր հավաս պատմության ամենակարևոր դրվագներից մեկն է, բայց դրան զուգահեռ միաժամանակ նաև հավուր պատճառ չգնահատված, քանի որ ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանը փորձում էր անել հասնել նրան, ոնց որ ցավոք սրտի ասած 44 թվականին, այսինքն Հայաստան Արցախը վերջնականապես դրամատախիլորեն հայկական տարը Արցախից։ Չեմ վախից բառը օգտագործելուց, ինչպես ոմանք վերջին շրջանում անտած դրանք տարբեր միտումներ են տեսնում, տարբեր սպառնալիքներ, կոնֆլիկտի հրահարում եւ այլն, դա Արցախի պատմական Արցախ, որի անունը դեռևս գալիս է 2000 եւ ավելի տարիներ առաջ։ Ապրիլյան պատերազմը դա այդ ժամանակ այդ օրերին հայրենիքը ցույց տվեց, թե ինչ է նշանակում իրականում դաստար հակառակորդին, թե ինչպես է լինում եւ լինում է պետություն, թե ինչպես է լինում պետություն ունենալու ղեկավար եւ այդ ղեկավարը այդտեղ աշխատում է ամբողջ համակարգը։ Մի համակարգ, որ թե դիվանագիտություն, թե բանակ, թե ազգային անվտանգություն, թե ներքին գործիք, ամբողջ հղթայական համակարգը աշխատում է մի ժամացույցի շվեյցարական ժամացույցի ճշգրտությամբ, երբ որ բոլորը գիտեին, թե ով ինչ գործողություն պետք է աներ դիվանագիտական ճակատում, բանակցային գործընթացում, դեսպանների հետ աշխատանքները ինչպես պետք է տարվեին, դեսպանները ինչ ուղերձներ պետք է եղեին, որպեսզի կարգի հրավիրեն համապատասխան հանձնավորությանը, Դաշնակիցների հարցում, ինչպես պետք է համագործակցել, ինչպես պետք է գնահատել, ինչպես պետք է քեզ գնահատի դաշնակիցը, երբ որ դիմացինը ցույց է տալիս իր կեցվածքը եւ իր մոտեցումները հարցի վրա, բնականաբար մի դաշնակիցն հասկանում, որ դիմացինը այսպես ասած գործընկեր է, պարտներ եւ համապատասխան նույն վարքագիծն է դրսևորում տվյալ անկախ նրանից թե ինչ քաշային կատեգորիանում են նրանք գտնվում։ Իսկ Քարորյան, երբ որ ինչու ասում չգնահատված, քանի որ այդ օրերին այդ տարածքների հայտնի տարածքների 400 քառակուսի մետր է, բոլորս եք հիշում, երբ որ նախագահ Սարգսյանը հայտարարում է, որ ես չեմ պատրաստում դեպուս 5 զինվոր զոհվի գործողություն հետ բերում, իմ զինվորի կյանքը թանկ է ինձ համար, խոսում է նրա մասին, որ այդ բային այդ տարածքի վրա մենք կարող ենք ավելի շատ մեր ռեսուրսները, մեր մարդկային ռեսուրսը ավելի կարևոր է, քան ինչ-որ այդ հատվածը, ինչը դարձել է շահարկումների, շահագրատանքի եւ այլ, ինչ-որ արեստատին թեզեր մոգոնելու, ինչ-որ գործընթացի առիթ է դարձել։ Ապրիլյանի տղաների արածը, այսինքն դու կարողացար հասնել նրան, որ թշնամին հակառակորդը քեզանից խաղաղություն խնդրի, երբ որ ոտու զեռնկած վազում են, որպեսզի Գենի Արխաչատուրովը գնա նրանց հետ բանակցելու եւ պատերազմական գործողությունները դարձնելու եւ այլն մասին։ Սա այսինքն մենք կարճ 4 օրում ցույց տվեցինք, թե ինչ է լինում, երբ որ դիմացինը իրար ճիշտ չի պահում, այսինքն պահում է իր տեղում չի մնում, իր ռամկաների մեջ չի մնում, եւ այդ ժամանակ ցույց է տալի քո ռամկա որտեղից դու պետք է այդտեղից դուրս չգաս, հանգիստ նստեք ինչպես Հասկանալի է։ Եվ դաշնակիցների մասով մենք 3 ականատես եղանք այդ դաշնակից պետություն, դաշնակից ղեկավարներ հանդիպեցին, խոսեցին, զրուցեցին շատ թեմաներից։ Ես մի բան նկատեցի, որ այնտեղ ավելի շատ մենք փակ մասը չենք տեսել դեռ այդ բանակցությունների, բայց այն ինչ որ խոսվեց, ես հասկացա, որ նույնիսկ դա ավելի շատ ոչ թե դաշնակիցների զրույցեր, այլ զրույց այն մասին, թե ինչպես է Հայաստանը տեղավորվում Ռուսաստանի քաղաքականության մեջ։ Ճիշտ եմ նկատել։ Ճիշտ դիտարկում արեցիք, պարոն Անդրեասյան, նախ այդ հանդիպում ամեն ինչի մասին բացի Հայաստանի եւ հայկականության հետ, քանի որ մենք տեսանք, թե ինչպես էին միմյանց սիրաշահում, շնորհակալություններ հայտնում, գովեստի դիֆերանտներ ծոնում միմյանց, ինչպես են այդ հայտնի արտահայտությունանով կար, չէ, ռսի սապոկ, ուրիշի սապոկ լիզողներ։ Այդպես մեկը կար, այս արտահայտությունները հրապարակներում, հայտնի անձնավորություն, հիմա մենք տեսանք, թե ով ում կոշիկներն էր դիզում եւ ինչեր էր փորձում
միավորների համար միավորներ, այսպես ասած, հավաքել։ Մեր ժամանակ այստեղ մի քանի դիտարկումներ անեն, երբ որ ասում են Փաշինյանը հակառուս է։ Ես վերապահումներ ունեմ անկեղծ ասած այդ դիտարկման հետ, քանի որ նա նախ ինքը ինչպես ժամանակին ասում էր ինքը իզմ չունի, ինչպես գաղափարական առումով իզմ չունի, այնպես էլ արտաքին օրիենտացիայի հետ կապված այդ օրիենտացիայի իզմը չունի, ասենք արևմուտք, արևելք, հյուսիս, հարավ, չգիտեմ, չկա դրա համար։ Նա բոլորի հետ Եթե մին հրետորաբանությունն է օգտագործում ինչ-որ ժպիտներ, այսպես սրտիկներ, ինչ-որ սիլիկոր, շողոքորթ պահվածք, նույնը մենք տեսանք սպիտակ տանը, նույնը մենք տեսանք երեք Կրեմլում, մենք տեսնում ենք դա Մավանում, դա Ելիսեյան պալատում, նույնը մենք տեսնում ենք դա անգամ Վրաստան գնալու, այսինքն Բրիքսում, այսինքն նա չունի իր համար ինչ-որ նարատիվներ ու կոմպակտ դիրքորոշումներ, այսինքն մարդը կարող է լինել չընդունի այդ որոշակի, բայց իր դիրքորոշումները ցույց տա, նաև մեսիջներ տա։ Մի բառով ասենք սկզբունք, որ թե չունի։ Սկզբունք, շատ տիպիկ է բնորոշումը, եւ երեք ինքը ցույց տվեց, որ ինքը բնավ հակառուս չի, այդ որ ինքը այստեղ հոխորտում է հայտնի հիբրիդային պատերազմների մասին։ Ես մի անգամ Արիտով ասել եմ, այդ որ դուք դες լավ ուժեղ տղերք եք, որ դուք ասում եք հիբրիդային պատերազմ են անում, բաներ են ուղարկում, ինչ-որ դեսանտներ են, ինչ-որ ճակերտավոր օգտագործում, նախ ուզում եմ հասկանալ այդ հիբրիդային պատերազմի մարտիկները ինչ տեսք ունեն։ Ինչ տեսք ունեն նրանք, ասենք որ դա կապ է հիբրիդային պատերազմ, ինչ-որ միտեղ լսել են դրա մասին, միտեղ մի բան ասել են, իրանց մոտ նայեք, մի հատ հետաքրքիր բան կա, իրանք ամեն ինչ խոսում են կիսատ։ Որոշակի պատկերացում ունեն, դրա մասին ինչ-որ մի բան ասում են, այդ թեզը գցում են դաշտ, ու սկսում են թե ինչ-որ տարբեր, ինչ-որ բաներ, կոնսպեկտներ, կոնսպիրոլոգիաներ, տեսություններ մշակվել, ասել դրանց մասին, բայց դրա հիմքը բուն ասել, տակը, այսպես ասած, ցույց չեն տալի, թե ինչի մասին է։ Հիմա այդ հիբրիդային հետ կապված, եթե դուք այդքան դες վստահ եք, ձեր բոլոր այսպես սլակները ուղում եք, հասկանում եք, որ կողմ եք ուղում եք սլակները։ Դե գնացեք առաջին նստացեք, ասեիք մեծ աղբեր, կամ չգիտեմ, Արգարժան Վլադիմիր Վլադիմիրովիչ, իսկ մեր երկրում հիբրիդային պատերազմ էր արում։ Մենք եթե դու ուզում ես այդ հարցը կարգավորես, տեղում մի անգամ այդ առաջի ձերից կարգավորել եք, այդ խնդրեմը լուծեիր, բոլորս մի գային ասեն ժողովուրդ հարցը լուծել եք, հիբրիդային պատերազմի վտանգ չկա, կալասին, կոսին, բանին էլ դրել իմ քսիվ ուղարկեիր, ասել մեր հետ էլ գործ չունեք, գնացեք ամենը կպեք ձեր գործերին, մեզ բապեչում մենք մեր ընտրությունները կասկածենք, ով կգրի։ Պարզ հասարակ, եթե դու տես դարդուցավը թողած մտածում էիր, տես քո այդ երազանքների Հայաստանը կերտելու ինչ-որ իդեաներ ունեիր, խոսային Հայաստանի մասին, Հայաստանի օրակարգերի մասին, ոչ թե գնային ասեիր, առաջին ասբա դուք եք ճանաչել, ուրեմն Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ Կանդրադառնանք դրան, դեռևս առանձին հարցով, որտեղ դա շատ կարևոր է։ Իսկ հիմա, եթե կարելի է, մի քիչ տնտեսական կողմի մասին խոսենք, Ռուսաստանի վարչապետն էլ խոսեց, տարբեր մակարդակներով խոսեցին։ Փոխվարչապետով էլ խոսեց։ Եվ իհարկե Պուտին Փաշինյանը երկխոսության մեջ ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի հակասությունների մասին, որ բաց տեքստով ուղղակի ասեց, հնարավոր չէ գնալ ԵՄ լինելով ԵԱՏՄ անդամ։ Ըստ էության ավելի վաղ սրանք քաղաքական գնահատական էր տվել արտգործնախարարության խոսնակը Ռուսաստանի Մարիա Զախարովան, ասելով, որ եվրոպացիները Հայաստանում հիմա այլ գործով են զբաղված, այսինքն դա այն չի, որ Հայաստանն իբր գնում է եւ այլն, տվել էր դրա գնահատականը եւ Արարատ Միրզոյանը մյուսների ուրեմն այսպես նամակներով թե չգիտեմ ինչով եվրոպացիները արդեն գալիս են այդ ակնարկած աշխատանքով զբաղվելու այստեղ, բայց Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ հստակ ասվեց, որ դա հնարավոր չէ։ Եվ այստեղ արդեն մեր հիշողության մեջ հանկարծ նորից արթնացա, որ ռուսական երկաթուղիներն են փորձում փոխանցել երկաթուղի Ղազախականին տալ, կամ չգիտեմ, տարանցիկ ուղիները ռուսներին էլ խաբել, թե բա մենք առաջի անգամ երկաթուղի ունեցանք Ադրբեջանի տարածքով Ռուսաստանի հետ կապվող, այսպես ինչ-որ բաներ։ Ուրեմն նախ ձեր ասացին հավելեմ, Օվաչուկի երեկվա 10-ին տված այդ հարցազրույցը բավականին ծավալուն ու խորքային կետերով։ Հենց Հայաստանի մասին, առանցին Հայաստանի ենթակետերով մարդը անցել էր, որ ընդու ոնց կարող լինեք, ասենք ԵԱՏՄ անդամ եւ ինչ-որ
ԵՄ-ի հետ ԵՄ անդամակցելու մասին ինչ-որ իդեաները ո՞րն է մի հատ նախագիծ մշակեք, նախագիծ քվեարկեք ազգային ժողով, որ դուք դեպի ԵՄ ճանապարհ ինչ-որ դրա մասին այն դեպքում, պարոն Անդրեասյան, սա շատ կարևոր հանգամանք է։ Երբ որ ԵՄ-ն ընդհանրապես Հայաստանի հետ կապված ոչ մի լուրջ տրամադրություն եւ ցանկություն չունի, նրանք ասենք իրենց այդ տեսլական առաջիկա, որ այս վերջի բանի ԵԽԿԲ բանաձևները քննարկում են անդամակցության հետ կապված, Հայաստանի մասին վանք անգամ գոյություն չունի։ Վանք անգամ, որպես ԵՄ հետագա ինչ-որ անդամակցության, ակնարկ ինչ-որ անգամ Վրաստանի մասին գոյություն չունի, ոչ բան, այնտեղ մենակ խոսում են Մոլդովայի մասին, որոշ առումներով, դե Ուկրաինան էլ իրենց համար ամենասիրելի թեման է։ Ասածս որն է, որ դու նույնիսկ եվրոպացիները, ախր սա եվրոպացիների կոպիտ ասած խելը մի անգամ տեսել եք։ 100 տարի առաջ տեսանք, թե ինչ կատարվեց հայտնի Անտանտի շարժումները, երբ որ ամբողջովին փորձում են ստեղ ինչ-որ մանևրներ անել, ինչ-որ եղանակներ ստեղծել, զուտ պոկելու տարածքի աշխարհաքաղաքական ռևերանս կատարելու մի հատ մանևր անել։ Հիմա իրոք է տնտեսական բլոկին, այստեղ երեք խոսվել է նաև ատոմակայանի ուրանի հաստատման, Ռուսատոմի հետ համագործակցության հետ հարցերը, այդ երկաթուղու այդ թեման, որ դուք ասես մենք ընդհանրապես ցանկություններ չունենք այդ Եվրոպային հասնելու, այսինքն դա հերթական չենք բանակցում։ Չենք բանակցում, դե ահա, դե մի քիչ մեր դիվանագիտորեն ասել այդ ամեն ինչը, ճիշտ է, այսինքն դու նայում ես երևույթներին դու հասկանում ես, որ այս մարդիկ ամեն ինչին ել եմ ասում լուրջ չեն վերաբերում։ Իրանք գնում են ինչ-որ մարդկանց աչքերին թոզ են փչում, ինչ-որ բարի ցանկությունների մասին ակնարկներ անում, բայց այսինքն լավ էլ հասկանում են իրանք, որ իրանք ինչ պատասխաններ են դեկարում։ Երեք այսինքն առաջին անգամ բաց տեքստով ասեցին, Ժողովուրդ ջան, կամ դուք մի գալիս եք աշխատում եք ԵԱՏՄ-ում։ Չգիտեմ, մեզանից էժան գազ եք ստանում, էժան դիզվարելիք եք ստանում, ու համապատասխանաբար էժան։ Կամ դուք գնում եք ձեր ընկերներին եք գտել նոր ընկերներ, դուք այդ ժամանակ դուք եկեք հասկանանք թե ժամանակ Հայաստան ունենա գազը քանի անգամ թանկ գնով Հայաստան կգա գազ։ Կամ ասենք մի պահ պատկերացրեք Լարսի, օրինակ ասենք անցակետը մի 4 օր, 5 օրով ասենք այն ամառվա պիկին ուղղակի ասենք ռեմոնտի ենք անցնում, ձեր վերանորոգման պատերբակի տակ սկսում հայկական գրոզները, բեռները մնան Լարսում օդում կախված։ Հայաստանի տնտեսությունը տեղում։ Չեմ մոռանում, չէ՞ որ ԵԱՏՄ-ն հիմնական Հայաստանի գործընկերն է, շուկայի ամբողջ շուկայի գերակշիռ մասը մոտ 60-ից ավելի տոկոսները ԵԱՏՄ-ն է սպասարկում, այսպես ասած։ Հիմա դու այս շուկայի քո տնտեսությունը շնչում է քո տնտեսության ամբողջ արտահանում, դեպի այդ ուղղության վրա։ Դու մի եկել ես այդտեղ նստել ես, ինչ-որ բանա պահվածքները, այդ շարժումները, այդ ինչ-որ այդ անադեկվատ ցնցումները, այդ փողկապ դզելը, այդ ժամանակ նայում ես, ես ճիշտ ասած հազարավոր Ես ճիշտ ասած հիշել էի Սաակաշվիլու փողկապ ուտելը։ Հա, հազարավոր կարելի շատ էր քաշում։ Ես դեռ տարիքով փոքր եմ, ավելի քիչ, թե ղեկավարները ընդհանրապես իրենց ոնց են պահում պետական պատվիրակությունների այցերի, ելույթների, ընդհանրապես երբ որ կա տեսախցիկ։ Վերջին 8 տարում մենք տեսել ենք ամեն ինչ, բացի ոչ, այսինքն այն պահվածքը, որ պետք է լինի, բացի դրանից ամեն ինչ տեսել ենք։ Իրան ուղղել, անդրավարտիկը ուղղել, չգիտեմ, վերնաշապիկը ծալել, չգիտեմ, ամեն ինչ, ամեն տեսակի ժեստիկուլյացիա մենք տեսանք նրա կատարմամբ, բացի այն կեցվածքը, որ պետք է լինի երկրի ղեկավար ոչ բարով սրա դեպքում կոչված է։ Պարոն Հովհաննիսյան, ես հաշիվը կորցրել եմ արդեն Փաշինյանը քանի կողմի, քանի հոգու, քանի հանրույթի է մեղադրել Արցախը հանձնելու, Արցախից հրաժարվելու մեջ։ Հաշիվը կորցրել եմ, երեք արդեն հստակ բաց տեքստով Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությանը, որոնք իրենից առաջ դեռ մի երկու անգամ արդեն ճանաչել էին Արցախը Ադրբեջանի կազմում։ Ես ճիշտ ասած չեմ մտաբերում ինչ նկատի ուներ ինքը, այդ ինչ հայտարարությունների մասն էր խոսքը, բայց մարդիկ այստեղ շատ են խոսում իրենց ինքնիշխանությունից, իրենց բերած անկախությունից, խաղաղությունից եւ այլն, ներողություն եւ դու պետության ղեկավար լինելով քո պետության ուրեմն ինչ որ մի պահը դա անհաջողություն է թե հաջողություն պայմանավորվում ես երկրորդ կողմով ասում ես դուք ճանաչեցիք դե մենք էլ ճանաչեցինք Պարոն Անդրեասյան, ասենք հենց դրա մասին ուզում եմ դուք ինքնախեցիք որ խոսքը նայեք ինչ է նշանակում թե դուք ճանաչեցիք ես ճանաչեցի
դուրս են գալի ցանկացած իրավիճակից, Ռուսաստան, Ամերիկա, Ֆրանսիա, Պորտուգալիա, բոլոր այդ անունները դնում են մի կողմ։ Երրորդ կողմ է։ Խոսքը երրորդ կողմի մասին է։ Անկախ նրանից, թե ով է այդ երրորդ կողմը։ Երրորդ կողմը իր, չգիտեմ, քաղաքական շարից ելնելով, աշխարհաքաղաքական շուտ իրավիճակից բխած կարող է թեկուզ այդ պահի ոչ քեզ ձեռնտու հայտարարություն ունել։ Դրա մեջ ես անկեղծ։ Շուտ հաճելի չի իհարկե ամեն ինչը, բայց հանցանք, մեղադրամ, ես նրան ոչինչ չունեմ այդ առումով։ Այսինքն եթե երրորդ կողմի պետության ղեկավարը ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմի մեջ, դու վազեվաս, պետք է հասնես Պրագա ու հոկտեմբերի 6-ին ասես դե մի խոսքով օքեյ, ճիշտ է 86,842 կիլոմետր, դա Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն է։ Այն դեպքում, երբ որ այսօր մարտի ապրիլի 2-ն է, ճիշտ է, ինչպես բա Ալիևը չի ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Այս պահը ու նվստահ դեռ ռոժիկայում էլ լիքը մեկ առետեր կունենանք, ինքը դա չի ճանաչել, քանի դեռ էս իր համար հայտնի թեմաները չի զարգացրել։ Այսինքն դու մեղադրում ես մարդու մի բանի մեջ, որ կոնկրետ քո ուրեմն կոմպետենցիայի, քո իրավազորության տիրույթում գտնվող գործառույթ է, դու տալի, այսինքն եթե մեկը ճանաչել է, դու պետք է ճանաչես։ Դու կասես կարող ես այն ժամանակ շեշտել, որ չնայած Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը ճանաչել է Արցախը Ադրբեջանի մաս, այնուամենայնիվ ես համարում եմ, որ մնացած տեքստը, եթե դու այդպես ուժեղ խոսած ինքնիշխան են դες բանի այդ հայտնի այդ օգոստոսի 8-ի պայմանագրի այդ նախաստորագրված այդ թղթի մեջ 43 անգամ ինքնիշխանություն է գրված։ Հաշվել եմ 43 անգամ։ Այսինքն եթե 43 անգամ դու գրես ինքնիշխան, այ հիշեք, ուշադիր, այ դու կդառնաք ինքնիշխան։ Այդ էլ բանա չէ, որ արդեն հալվա, արդեն սկսում է գնալ խավսանալ, դա այդ կլասիկ դա դեպքն է։ Ինչ վերաբերում է ասեցինք նախաստորագրված թեման, դա այդ տրիպ է մի բան ասեմ, նկատել եք, որ ընդհանրապես տրիպից չեն խոսում էլ։ Վերջի մի ամիսը, իրանական պատերազմից սկսվել է, իրան ոչ մի բան տրիպից, ես եթերևս ապագորգոր չնչա, դաշտում առաջիններից եմ, ասել եմ տրիպը մեռավ։ Տրիպը մեռել է։ Տրիպ հիմնարկը այլևս չի լինելու։ Անկախ պատերազմի ելքից, տեսնում եմ, որ Թրամփն արդեն կամաց հասկանում է, որ իրոք դա Իրաքը չէ, եւ այն ինչ կատարեց Իրաքում, այն ինչ կատարեց Աֆղանստանում, դա չի կարող մնալ Իրանում։ Քանի որ նորից եմ ասում, այստեղ եթե Աստված մի արած չէ, չնայած բանը դրան չի հասնելու, եթե Իրաք ցամաքային գործողություն սկսեն իրեն, Վիետնամը դառնալու է երազանքների Վիետնամ։ Բոլորը Իրանի են տալու Վիետնամին։ Քանի որ Իրանի հետ կատակամել չի կարելի ու Իրանը ցույց տվեց դա, այս Թրամփի վերջի 3 օրվա հրետանավորությունը խոսքերից վկայում են, որ ինքը արդեն շուտ նայելա, մեղավորներ է նշանակում։ Դե մեղավորում եք չգիտենք դե ուրանիան որտեղ են պահում։ Ծիծաղելու միտք։ Ասենք դե իրաց տալս դե Հորմուզի նեղուցը կարող նաև վճարովի անցկացնել։ Արդարացումներ, հերթական արդարացման փորձեր են։ Ծանոթ է, չէ՞, միշտ մեկներ կա, չէ՞, դրա այդպես էլի մեղավորներ ապրում, մի մեղավոր փտրողն նա է։ Հիմա տրիպը նախ փաստ անվիճելի աներկել ընդհանրապես ապացուցելու մի կարիք չկա, որ տրիպը դուք իշխան տարածքում ինչ-որ անհասկանալի մի գործողություն են փորձում կատարել, ու այստեղ հիմնական գործողը Իրանն է, քանի որ եթե այդտեղ Իրանը գործող չունենա, Ամերիկայի ընդհանրապես հետաքրքիր չի տրիպ կոչված է։ Ընդհանրապես տրիպի մասին խոսալը Ամերիկայի դեպքում absurd է, հա, ինչին է պետք է այստեղ սյունիկը ինչ-որ ներդրումներ անի, ինչ-որ 4-5 միլիարդի մասին է խոսում, այստեղ բացառապես թուրքական օրակարգի ժառանգած հինգ գործընթաց է, ադրբեջան-թուրքական երջանկության Թուրանի գաղափարի մասին է խոսքը, բոլորն են մի քիչ գործից հասկացող մարդ է, տարական, հասարակ են, պատմություն գոնե 2 անգամ կարդացած մարդը հասկանում է, որ դա ինչի մասին է, դա ուր է տանելու այս ամբողջի թելերը, առանց կասկածի։ Ես չեմ կասկածում, որ հիմա առաջիկա օրերին քաղաքապայմանագրի ուրեմն վերնախավը կամ քաղաքականությանը մերձ մարդիկ այդ կուսակցությունից սկսելու են շատ գովել ուրեմն այս այցելությունը, այս այցը աշխատանքային այցը եւ ներկայացնելու են դա որպես պատմական, ես ասեցի պատմական հաղորդման սկզբում երևի ճակերտավոր իհարկե նկատի ունեմ, բայց շատ առումներով իրոք պատմական է, որովհետեւ օրինակ գնաս աշխատանքային այցով մի երկիր, հանդիպես այդ երկրի ղեկավարի հետ եւ այդ ղեկավարը քեզ
Հայաստանի ներքաղաքական վիճակի մասին փակուղու մեջ մտցնի կամ այդպիսի հարցերի առաջ քեզ կանգնեցնի։ Այն ինչ վերաբերում էր Պուտինի հարցին, որ մենք այնտեղ շատ ընկերներ ունենք, ինչի եք խանգարում նրանց, ինչի չեք թույլ չեք տալիս մասնակցել եւ այլն, երևի մի պատասխան պետք է տար անկախ պետության ղեկավարը, դա մեր ներքին գործն է։ Դրանով պիտի ավարտվեր ամեն ինչ, բայց մարդը սկսել է երկար բարակ բացատրել, այո, հետո էլ գիտեք, բա սահմանադրության մեջ մեր այսպես ես չեմ դա սահմանադրություն բادرել է։ Ես ինչ կարող եմ անել դե սահմանադրությունն է եւ այլն։ Ու մենք նրա այս բացատրությունը Փաշինյանի, տեսնենք մի հատ դիտարկենք դեր հայաստանյան իրականության մեջ։ Ասա, բարոն Դեսյան, շատ ճիշտ նկատեցիք։ Որտեղ նրանք հիմա շատ են այդ մասին խոսելու, հուսամ սրանով կկանխենք, գոնե փորձենք գլխացավից ազատվել։ Այսօր հիշապտ է, ճիշտ է, շաբաթ օրը լինելու է ավտոբուսյան այդ շքերթի հերթական տուրը, ըստ երևույթին, քանի որ հերթական շաբաթն է, չեմ կարող ասել որովհետեւ, բայց այնուամենայնիվ կտեսնենք նորից այդ զավեշտալի այդ մարզում այդ շապիտոն, ուրեմն իրենք սա չկասկածեք, փաթեթավորելու են, ծախելու են ժողովրդի, որ ասում են ինքը Պուտինի աղբերն է, որ ասում են ինքը Պուտինը դել է խնդիր չունի, տեսակ ոնց պատասխանել, մեր հզորը, մեր ուժեղագույն, այն պերֆեկտիվիները կսկսեն տալ գրելը, որ պատմական այս պորտը տեղը դրեց, Պուտինին ինչ ասեց, Պուտինը լռեց, չկարած ոչի բան խոսա, ոչի բան չպատասխանեց, այսինքն իսկ չեն ասելու, որ սա նաև տեսեք, ինքը մի քանի ըստ իրեն փորձում էր լավ տղու ձևով ինչ-որ բաներ խաղալ, դե բա դամերներ բանա, մենք դա Հայաստանում տես մարդ չկա, որ բան անեն, ինքը սա նորից եմ ասում, ցույց է տալու, ինչ-որ այնտեղ ինքը խաղալու բաներ էր անում, որ այս ներքաղաքականում ծախելու է ինքը, սա նախընտրական շրջանում փորձելու է ոնց որ գնալ ինքնահաստատվելու, որ ես գնամ նա ինքնահաստատվեմ, ես մի րոպե գնամ ինքնահաստատվեմ կամ գիշերներ իդեպ եկել է, ասել կառավարության լիստ էր անում, մինչև իմ ստեղ գալը տեսա որ կառավարության լիստ էր, այսինքն գիշերը ապալտապալ եկել ասելա որ նիստը նարի դե բամուլի ասպրեսիոն կտա թերևս մի երկու բան եք պատմել դրանից դեռ կանդավացել, բայց սա ընդհանրապես տեսարաններ ընտրություններից առաջ մի հատ թիվի գնաց ապրիլին գնաց մայիսիները մայիսի 4-ին գալիս են, չէ՞ դա եվրոպացի սազանդարները գալիս են կգան դա դե բանա ուժեղ տղեկին կբերի հատ Երևանում սենց կետոնով կֆռան նախընտրական շրջանում ժողովրդին ուժ ցույց կտա որ կողքս են բոլորը մենք խնդիր չունենք մենք էսը փշրելու ենք գնանք առաջ Էսա մեր ոսմա ցավալի բաներ եմ ասում, ծիծաղելի է, որ դու չունես ներքին օրական, ու ներքին խնդիրները կարգավորելու, ու դեռ ինչ-որ կունես պարբերաբար ինչ-որ տեսարանային, իրավիճակային խնդիրներ ես բարձրացնում, ողորտում, մեր գալիս ես ու իդե ամենակարևորը։ Ինքը մի հատ բան ունի, մոլուցք ունի, որ դրսում, այսինքն ՀՀ սահմանից դուրս, ինքը լրիվ ուրիշ մարդ է դա։ Ինքը ՀՀ սահմանից դուրս Այն մարդն է, որ իր իրական դեմքն է, այսինքն խելոք, սուսիկ, բուսիկ, բան վախվորած, կզած, վեցնոցային տրամադրությամբ։ Ինքը միայն կարողանում է հողորտալ Աթոռի համար մտահոգ շատ։ Երբ որ կա բերետ, երբ որ կա ԱԱԾ աշխատակից, երբ որ կարող է ԱԱԾ աշխատակցով մտնի եկեղեցի, երբ որ կարող է ինչ-որ ինքը մարդ քաոսն է։ Ինքը մարդ քաոս է, երբ որ փորձում է մտնի միտեղ, ինքը չի վախում դրանից։ Ինքը չի վախում։ Այդ ու սա դերս եզակի դեպք է, երբ որ մարդը չունի վախելու բանը չունի, այդ որ չէ բնազդը չունենք, երբ որ մարդը ցանկացած բան մոտես մոռա, որ մեկը իր վիրավորի, ես վատ կզգամ, ասենք վերջ ով լինի, դու հատը զգում ես, բան քեզ կաշկանդում ես մի բան, ինքը այդ բաները չունի, բարտունները չունի, ինքը կոտրելով, ուժով, զորով մտնի, թող քաոս դառնա, թող մենք բոլորը խոսա, թող խառնվեն իրար, թող գորգորան, դրանից հաճույք հստա։ Ինքն էլ լինի այդ ամեն ինչը։ Կենտրոնը։ Ու մարդի մեկը բոլորս եք հիշում, որս որ տեսարաններ մեկը ֆիքին հստակ։ Հիմա դուք այդ ավտոբուսի տեսարանները հիշեցիք, նաև խոսեցիք ակնարկ եկավ եկեղեցիներ մտնելու այդ արարողությունների ժամանակ, ծաղկազարդը մունդրեց, առջևում զատկի տոնն է, ինչ սպասել մարդուց։ Դե, եթե նայում ենք, որ ինքը ավտոբուսով գնացել է Երթենիշ միացին։ Իդեպ եկեղեցին արդեն ասել է, կարող ես գնալ նախապես ասել, այս եկեղեցիներում ես մասնակցելու եմ այդ արարողությանը։ Դե ինքը բնականաբար չի անցալու այդ օրդորի։
ես մտածում եմ ճիշտ ասած որ կգնա միգուցե փորձի գնալ մայրաթոր, բայց քան որ իշխանացնի այդ ինձ տուրը մի անգամ արել են, չեմ բացառում որ մի անգամ էլ ինչ-որ նորից օրվա խորհրդի հետ կապված անեմ, բայց այս բանը ինքը Լավ Երևանյան որևէ եկեղեցի։ Նիկոլ Լուսավորիչ մեծ եկեղեցի գնա եւ հանգիստ հերթական տեսան ախր ինքը գիտի, պարոն Անդրեասյան ջան, ինքը փայլուն գիտի որ հատկապես մայրաքաղաքում ու մարզերում որոշակի առումով մարդիկ այլ ավելի հանգիստ են, ավելի համեստ են, ավելի պարկեշտ են, այդ իրաց Լորեցիկ փափուկ են։ Լորեցիկ փափուկ են։ Ասենց ընդունում են, կարող կոպիտ բառ չասեն, ինչ-որ մայրաքաղաքում մի քիչ ավելի կտրուկ է ամեն ինչ, քանի որ դեպքերի էպիկենտրոնն է, զարգացումներ ամենօրյա շարժեր եւ այլն, այսինքն Երևանում կարող է ինքը նման տիպի տեսարանների ականատես, այսինքն մասնակիցը դառնալ նույնիսկ։ Ու չի բացառվում որ ինքը գնա ասենք մեծ եկեղեցիներից մեկը ու Ստեփանյանի Նիկոլ Լուսավորիչը քանի որ իր սիրելին էր ընդեղի բանն է, չէ։ Չէ, բայց գիտեք, չէ, դրա ենթակայության տակ չի, մայրաթորին է պատկանում։ Ահա, այս մյուսը, Սուրսակիսը, այո։ Գնա եւ նորից իր այդ այլևս մարդը քաոսն է սիրում։ Այդ մարդը սիրում է նույնիսկ սուբզատիկերով, ես կասկած չունեմ, որ կարող է թողնել հարամի, քաոս սարքի, մարդիկ քաշքշեն, տեսամ ինչ է կատարում Սուրբաննայի բակում։ Սարսափելի տեսարան, ասենք ես որ տեսնում եի թե ոնց են դանում, թվում է թե ինչ-որ մատ կգնա հանցագործ է, որ ռեցիդիվիստ, որ երևի մի 5 տարի մանենեկ չեն գտել, ու մեկ էլ պատահական գտել են իրան։ Մի 8 դիակ կամրեն եւ այլն, ինչ-որ մատ լուրջ, այնինչ ընդամենը միգուցե տակարուն երեխա, բարի բունի մաստով երեխա, բայց նա ասել ուշի բան է, որտեղ իրեն գիտական փաստաբանը դրես կալելու տեսակ, որ առաջինը հենց այդ հայտնի այդ կերպարներ հարվածող են բերանփակող հնարավորինքի, որ բերանը փակում տալվել է։ Եվ ավարտելով այսպեսի մի հարց եմ ուզում տալ, մարդիկ ընտրությունների եթե գնում են քաղաքական գործիչները, քաղաքական ուժերը, աշխատում են իրենց վրա այսքան բացասական բերդ չվերցնել։ Մարդուն չի հետաքրքրում դա, թե ինչ է վերցնում, ինչ է շալակում, ինչպիսի վերաբերմունք է դրանով ստանում դրա արդյունքում, բայց գնում է։ Ինչ շահի, ինչ կունենա, ում վրա է հույս դրել։ Այս մարդը ինքը իր հույսը դրել է իր ռեպրեսիվ մեխանիզմներին։ Ես չեմ մտածում, որ նախընտրական ավելի նախընտրական շրջանում ձերբակալությունների Լավ զորքը քվեարկի իրավունքին, քվեարկի ոստիկանությունը, ԱԱԾ-ն, բժիշկներին ստիպեն, ուսուցիչներին։ Ի վերջո կա ժողովուրդ, որ այս ամեն ինչը հակակրանք է զգում ուղղակի այս Ես լիահույս եմ, որ ժողովուրդը ձեր ասած նախ մասնակցության թվով շատ կլինի, ինչը քաղաքագիտորեն շատ ճիշտ մոտեցում է, երբ որ մասնակցության մասնակցության թիվը լինում է աննախադեպ է բառը չեմ սիրում ինքը շատ ակտիվ, երբ որ դու քո քաղաքացիական հետ ինչ որտեղ պորտկում տեղի ունենա։ Այս դու խոսքդ ասես, ես քո մասնակցությամբ գնաս, ասես ես հասկացել եմ, որ այսքան ժամանակ ես ճիշտ չեմ, թեկուզ իրոք էլի ես սխալ եմ եղել։ Այդ մեր խնդիրներից մեկը այն է, պարոն Անդրեասյան, որ մարդիկ սխալ են եղել, ու այդ իրաց սխալի գիտակցումը իրաց համար շատ բարդ է։ Դժվար է բարձր ասել ես սխալ եմ եղել։ Այդ երբ որ ամենքը իրեն ժամանակին 18 թվականին 21-ին առավել եւս, երբ որ իրեն գնացել են իրենց այդ կտրություն են կատարել, հիմա նորից է հասկանան, որ ու բարձրացան ինքը 100 օր աշխարհի իրեն ասի, ես սխալ եմ արել։ Ես ինքը իրեն ասի, ինձ ուզեց ոչ մի բան չասի ինքը ուղղակի իրեն ասի, ես սխալ եմ արել, այս անգամ մասնակցել եմ ընտրությանը։ Այս անգամ գտնեք, եթե ընտրության մասնակցության թիվը 60%-ից եւ ավել լինի, ինչը ես չգիտեմ, ունեմ այդ մինչև 63-64% եթե մասնակցություն լինի, սրանով ընտրվելու հավանականությունները նկատելիորեն նվազում են, շատ, եթե բարձր եղավ մասնակցությունը, եթե բարձր, ինչքան քիչ մասնակցություն, այնքան ընտրվելու շանսերը անգամներով ավելանալ, որտեղ քիչ են։ Շնորհակալ եմ այդ արքիզրույցի համար, կհանդիպենք սիրելի բարեկամներ։